Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալը վերջին շրջանում դարձել է ամենաքննարկվող և ամենաբարձր վարկանիշ ունեցող նախագծերից մեկը: Այն ոչ միայն մարտական ու մարզական դրամա է, այլև խորքային հոգեբանական պատմություն մարդկային արժանապատվության, պայքարի, վրեժի, սիրո և դավաճանության մասին: Սերիալի առանցքում կանգնած է պայքարը բառի ամենալայն իմաստով: Այստեղ գոյամարտը միայն ռինգում ընթացող մենամարտ չէ, դա ներքին կռիվ է սեփական վախերի, անցյալի սխալների և ճակատագրի դեմ: Յուրաքանչյուր հերոս իր կյանքում ունի մի փուլ, երբ ստիպված է ընտրություն կատարել՝ փախչել, թե կանգնել ու պայքարել: Պատմությունը զարգանում է լարված և անսպասելի շրջադարձերով: Սցենարը կառուցված է այնպես, որ գրեթե յուրաքանչյուր սերիա ավարտվում է ինտրիգով, ինչը ստիպում է հեռուստադիտողներին անհամբեր սպասել հաջորդ թողարկմանը: Շատերը նշում են, որ սերիալը չի ձգձգվում, այլ պահպանում է իր դինամիկան: Սերիալի գլխավոր ուժը կերպարներն են: Լեոն սկզբունքային, բայց երբեմն չափազանց հպարտ, Գրիշոն պայթունավտանգ իր ներսում կուտակված վիրավորանքներով: Նրանց հակադրությունը պարզապես սպորտային մրցակցություն չէ, դա գաղափարական բախում է: Լեոն հաճախ ներկայացվում է որպես մարդ, ով փորձում է ապրել կանոններով, պահպանել պատիվը և չանցնել սահմանը: Գրիշոն, հակառակը, երբեմն առաջնորդվում է զգացմունքներով, պատրաստ գնալ մինչև վերջ: Այդ հակադրությունն է, որ սերիալին տալիս է լարվածություն: Բայց սերիալը չի սահմանափակվում միայն տղամարդկանց պայքարով: Կանանց կերպարները ևս առանցքային դեր ունեն: Նրանք երբեմն դառնում են խաղաղեցնող ուժ, երբեմն էլ նոր կոնֆլիկտների պատճառ: Սիրային գծերը խաչվում են մրցակցության հետ, և դա պատմությանը տալիս է լրացուցիչ դրամատիզմ: Գոյամարտն առանձնանում է նրանով, որ յուրաքանչյուր մենամարտ ունի իր հոգեբանական հիմքը: Ռինգը դառնում է այն վայրը, որտեղ հերոսները բացահայտում են իրենց իրական դեմքը: Հաղթանակը միշտ չէ, որ բերում է երջանկություն, իսկ պարտությունը միշտ չէ, որ կործանարար է: Սերիալում հաճախ բարձրացվում են հետևյալ հարցերը. Արդյոք վրեժը արդարացված է: Կարո՞ղ է մարդը փոխվել: Հնարավոր է արդյոք խուսափել ճակատագրից: Այս հարցերը սերիալին տալիս են փիլիսոփայական երանգ: Հեռուստադիտողների ակտիվ արձագանքը ցույց է տալիս, որ նախագիծը հասել է իր նպատակին: Սոցիալական ցանցերում ամեն սերիայից հետո սկսվում են քննարկումներ, վերլուծություններ, կանխատեսումներ: Շատերը գրում են, որ սերիալը ստիպում է ոչ միայն դիտել, այլ նաև մտածել: Դերասանական կազմը ևս մեծ դեր ունի հաջողության մեջ: Կերպարների խաղը բնական է, հուզական, երբեմն էլ կտրուկ ու ցավոտ: Հատկապես ռինգի տեսարանները նկարահանված են դինամիկ և լարված մթնոլորտում, ինչը մեծացնում է իրականության զգացողությունը: Ինչու է սերիալը գրավում: Լարված և արագ զարգացող սյուժե, խորքային և հակասական կերպարներ, սիրո և պայքարի զուգահեռ զարգացում, անսպասելի ավարտներ յուրաքանչյուր սերիայի վերջում և իհարկե մշտական ինտրիգներ: Գոյամարտը ցույց է տալիս, որ կյանքի ամենամեծ մենամարտերը հաճախ տեղի են ունենում ոչ թե ռինգում, այլ մարդու ներսում: Հերոսները պայքարում են ոչ միայն մրցակիցների, այլ նաև իրենց անցյալի, սխալների և վախերի դեմ: Առաջիկա զարգացումները խոստանում են լինել առավել հուզիչ: Հնարավոր է փոխվեն հարաբերությունները, բացահայտվեն գաղտնիքներ և որոշ հերոսների ճակատագիրը կտրուկ շրջադարձ ունենա: Բայց մի բան հաստատ է՝ սերիալը դեռ երկար ժամանակ կպահի իր լարվածությունն ու հետաքրքրությունը: Իսկ մինչ կբացահայտվեն շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն: Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք հասցրել ամենաշատը սիրել և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ: Իսկ հեռուստասերիալում իրավիճակն իսկապես լարված է: Ավոյին հաջողվում է Էռնային ամեն կերպ մոլորեցնել ու հասնել իր ուզածին: Էռնան դեմ է դուրս գալիս եղբորը, եղբոր-ընտանիքին ու նրանց ասում, որ չխառնվեն իր ընտանիքի հարցերի մեջ ու թողնեն, որ նա Ավոյի հետ երջանիկ լինի: Իհարկե Հունանը հասկանում է, որ օրերից մի օր Էռնան ուղղակի գալու է ու ներողություն խնդրելու իր ասածների համար, որովհետև Ավոն այն մարդը չէ, որ Էռնան նրա կողքին երջանիկ կլինի: Ավոն մի օր Էռնային լքելու է ամենածանր պահին ու Էռնան հայտնվելու է մենակության մեջ: Բայց առայժմ Էռնայի աչքերը փակ են, նա իրեն
Միայնակ չի զգում Ավոյի կողքին և դա հերիք է։ Նա վախ ունի մենակության, նա վախ ունի, որ իր կողքին Ավոն չի լինի, իսկ դա բերում է ավելի ծանր քայլերի ու բնականաբար իրենից բխող հետևանքներով։ Լեոն ու Լեան հանդիպեցին, խոսեցին, ինչին ականատես եղավ Ավոն։ Բնականաբար Ավոն գիտի, թե ով է Լեոն։ Նա շատ լավ է հասկանում, թե ինչ է կատարվում, իսկ վերջին պահին ևս մեկ անգամ հայրը Հունանը ունկնդիր եղավ, թե ինչպես է Լեոն ու Լեան զրուցում։ Բնականաբար նա այս ամենն այսպես չի թողնի և Լեոյին սպասվում են շատ ծանր ու դաժան օրեր։ Իսկ թե ինչ է սպասվում հետագա սերիաներում կարող եք միանալ մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։